Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բացահայտվել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի այցի պատճառը Բաքու։ Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Արեստացին երկրի ազգային փոքրամասնություններն էլ կրկին դժգոհել են Ղարաբաղյան պատերազմի հետևանքներից։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունը գաղտնի այցելել է Ադրբեջան։ Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ռազմական պատվիրակության Բաքու կատարած այցը եւ Ռաֆայել հրթիռային համակարգերի հրապարակային ցուցադրությունը իսրայելա-ադրբեջանական անվտանգության համագործակցությունը գաղտնի գործողությունների փուլից բարձրացրել են հանրային զսպման մակարդակի։ Մաարիվ թերթի միջազգային բաժինը հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների Բաքու կատարած գաղտնի այցի մասին։ Թերթի տվյալներով այցի նպատակն էր ամրապնդել երկկողմ ռազմական եւ անվտանգության համագործակցությունը եւ ուղերձ հղել Իրանին։ Իրենց հերթին իրանցի պաշտոնյաները նախկինում զգուշացրել էին, որ երկրի հյուսիսային սահմաններում իրավիճակը անկայունացնելու ցանկացած փորձ կհանդիպի կոշտ արձագանքի եւ որ Իրան Իսլամական Հանրապետությունը չի տատանվի պաշտպանել իր ազգային շահերը։ Ալիևի ռեժիմը, ինչպես միշտ, հանդես է գալիս որպես միջնորդ Իսրայելի շահերը տարածաշրջանում առաջ մղելու համար, առանց հաշվի առնելու հարևան երկրների զգուշացումները, գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս անունը կրող թելեգրամյան ալիքը։ Պոլիտնավիգատոր թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանը պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի ռազմավարական գործիք Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ Դեկտեմբերի 10-ին ստորագրված հուշագիրը նախատեսում է համատեղ գործողություններ, որոնք իրականում ծառայում են արևմուտքի ազդեցությունը տարածելու նպատակին։ Բաքուն վերածվում է պլացդարմի ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի ծրագրերի համար, իսկ երկրի զինված ուժերը անցնում են ալյանսի ստանդարտներին։ Սա բացատրում է, թե ինչու Բրիտանիան հանեց զենքի էմբարգոն, Ֆրանսիան բարելավեց հարաբերությունները Ալիևի հետ, իսկ Ղարաբաղում պլանավորվում է համատեղ ուսումնական կենտրոն Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Ադրբեջանը հիմա ոչ միայն թուրքական եւ իսրայելական գործակալ է, այլև արևմուտքի ուղիղ ներկայացուցիչ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նոր տրանսատլանտյան ազդեցության ուղերձով, գրում է ալիքը։ Խորհրդային եւ ժամանակակից Ադրբեջան, օկուպացիա թե ինքնիշխանություն։ Թուրանսկի էքսպրես թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանը միշտ հարմար աշխարհագրությամբ ու նավթով է աչքի ընկել։ 1918-ից 1920 թվականներին անկախությունը զրկվեց նավթից, իսկ բնակչությունը դիմավորեց Կարմիր բանակին, ճակերտավոր ազատարարներին։ Խորհրդային շրջանում Ադրբեջանը դարձավ արդյունաբերական եւ գիտական կենտրոն, բայց անկախացումից հետո տնտեսությունն ու արդյունաբերությունը փլուզվեցին։ Սկսվեցին ներքին պայքարներ, պատերազմներ ու բնակչությունը ստիպված էր արտագնա աշխատանքի մեկնել։ Ներկայում Ադրբեջանը խորհրդային փառքի տակ կեղծ ազատության պատրանք է ստեղծել ծայրահեղ ռուսաֆոբիայի քարոզով, որը թունավորում է երիտասարդների գիտակցությունը։ Ըստ ալիքի ինքնիշխանության այս գինը չափազանց թանկ էր երկրի համար։ Ադրբեջանը եւ Իսրայելն լայնում են զբոսաշրջային համագործակցություն, իսկ բնակչությունը խեղդվում է աղքատության ճահճում։ Ադրբեջանի տուրիստական գրասենյակը եւ Ադրբեջանի ավիաընկերությունը երկրի տուրիստական ներուժը ներկայացրել են Թել Ավիվում կայացած New Map գագաթնաժողովում։ Բանն այն է, որ անցած 11 ամիսների ընթացքում Ադրբեջան այցելած իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է, հասնելով 59917 մարդու։ Ալիևի ռեժիմը գուցե հպարտանում է թվերով, բայց իրականության մեջ դա հիմնականում PR եւ զբոսաշրջության կեղծ շքեղության լուսանկարներ են, որոնց հետևում երկրի բնակչությունը շարունակում է գործազրկության եւ արտագնա աշխատանքի ճահճում մնալ, գրում է RS-Info-ն։ Թալիշ ակտիվիստը կոշտ քննադատություն է ուղղել Բաքվի ռեժիմին։ Ռուսաստանաբնակ լրագրող, բլոգեր եւ Թալիշ ակտիվիստ Զաբիլ Մահերամովը հայտարարել է. Ղարաբաղում զոհվել է 3000 երիտասարդ, որոնցից 60-ից 70%-ը թալիշներ է եղել։ Իսկ ինչ ստացան նրանք փոխարենը։ Թալիշ ժողովրդի մշակութային զարգացումը ուր է։ Ավելին, ոչինչ չի արվել, մարդկանց բարոյականությունը ոչնչացվում է, տնտեսական վիճակը ողբալի է։ Եթե նախկինում մարդիկ կարող էին Իրան մեկնել առևտուր անելու կամ բուժվելու, հիմա սահմանները փակ են։ Նույնն էլ լեզգիների համար Ռուսաստանի միացած առևտրական ճանապարհները փակ են։ Ինչ տեսակ երկիր է սա։ Սա ընդհանրապես երկիր է, թե ոչ։
Դուք լքված ու գահավիժող երկիր եք ստեղծել։ Մահերամովի խոսքերը ուղղակի հիշեցնում են, թե ինչպես է Ալիևի ռեժիմը շարունակաբար սահմանափակում ազգային փոքրամասնությունների իրավունքները, փակել է սահմանները և ստեղծում է անպատասխանատու, թունավորված քաղաքական ու սոցիալական իրավիճակ։ Եվրոպարլամենտը դատապարտել է ադրբեջանցի գիտնականների կալանավորումը։ Եվրոպարլամենտում կարծես կրկին հիշեցրել են Ալիևի ռեժիմին, որ գիտնականը թշնամի չէ, իսկ ազատ միտքը հանցագործություն չէ։ Եվրոպական մի շարք խմբակցությունների падգամավորները համատեղ միջնորդությամբ խստորեն դատապարտել են ադրբեջանցի գիտնականներ Բահրուս Սամադովի և Իղբալ Աբիլովի կամայական ձերբակալությունն ու 15-ից 18 տարվա ազատազրկման դատավճիռները։ Բանաձևում պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանում ընդդիմության, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների դեմ շարունակվող ռեպրեսիաների դադարեցումը։ Եվրոպական միությանը կոչ է արվում կիրառել պատժամիջոցներ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են քաղաքական հետապնդումների համար։ Եվրոպան արձանագրում է այն, ինչ Բաքվում վաղուց փորձում է ներկայացվել որպես ներքին գործ։ Ալիևի ռեժիմում գիտությունը կարող է արժանալ ազատության, իսկ այլակարծությունը տարիների բանտարկության։ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նախկին առաջին փոխվարչապետի նկատմամբ։ Արեստացին երկրի ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովի նկատմամբ, ում երկար տարիներ իբրև թե ազատության մեջ են պահել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի հովանավորները։ Աբբասովը 1992-ից 2006 թվականներին ղեկավարել է պետական հանձնաժողովներ, ապա տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ ազգային անվտանգության ծառայության նա զավթել և յուրացրել է ադրբեջանական սփյուռքի կառույցների միջոցները, ստեղծելով սկանդալային միլիարդատերերի միությունը։ Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ալիևի ռեժիմը կենտրոնացնում վերահսկողությունը և հսկում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը տեսագրություն է հրապարակել Բալաքանի շրջանի նախկին գործադիր իշխանության ղեկավար Իսլամ Ռզաևի ձերբակալությունից։ Ըստ ծառայության, պաշտոնավարման ընթացքում Ռզաևը չարաշահել է իր լիազորությունները, յուրացնելով նպաստների, շինարարական և բարեկարգման աշխատանքների համար պետական բյուջեից նախատեսված միջոցները, չի պահպանել ծախսերի նպատակային բնույթը և կաշառքներ է ստացել պաշտոնյաներից ու ձեռնարկատերերից։ Ադրբեջանական բանտում հասարակական գործիչ է մահացել։ Նախորդ տարի 6 տարվա ազատազրկման դատապարտված հասարակական գործիչ Էլբեյ Քերիմլին մահացել է բանտում։ Այս տեղեկությունը հաստատվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից, իսկ Խազարի շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել մահվան հանգամանքների պարզման համար։ Քերիմլին մեղադրվել է թմրանյութ պահելու համար, սակայն այս դեպքը ևս մեկ անգամ շեշտում է, թե ինչպես է Ալիևի ռեժիմը սահմանափակում քաղաքացիական ազատություններն ու վերահսկում ընդդիմադիրների ճակատագիրը, գրում է Հաքինազը։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գնդապետը կարող է ղեկավարել Ուրալի ադրբեջանական սփյուռքը։ Շահին Շիխլինսկու, այն մարդու, ով մեղադրվում է սպանության փորձի մեջ ներգրավվածության և նրա հակառակորդ Վիդադի Մուստաֆայևի, որը նաև մեղադրվում է խարդախության մեջ ձերբակալությունից հետո, 69-ամյա Քերիմ Գասիմովն այժմ պայքարում է այդ պաշտոնի համար։ Իր ծրագրում նա առաջարկում է պահպանել ավանդույթները և լեզվի յուրահատկությունը, զարգացնել գիտությունը, ֆիզիկական դաստիարակությունը և սպորտը, ինտեգրել միգրանտներին, զարգացնել միջազգային հարաբերությունները և շատ ավելին, հաղորդում է Իվանը։ Քերիմ Գասիմովը Ռուսաստանում է ապրում 1976 թվականից և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ դպրոցը և Ռուսաստանի ՆԳՆ ակադեմիայի Սվերդլովսկի մասնաճյուղը։ Նա 35 տարի ծառայել է ոստիկանությունում և ունի ոստիկանության գնդապետի կոչում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։